Ձեր կյանքը ի վերջո հնարավորություն է տրվում ձեզ կարգավորել ձեր կյանքը, ովքեր գտնում են 24, 36, 48, 60, դե 72 տարեկանը դա ծերունական տարիքն է ձեր անձնականը դասավորելու, հանգիստ ապրելու համար լավագույն այդ ժամանակահատվածը 2025 թվականի հունիսից 1 տարով Յուպիտերը կմտնի Խեցգետնի կենդանակերպ։ Սիրելի ջրհոսներ, Սատուրնը խոյի կենդանակերպում է ձեր երրորդ տանն է, Սատուրն, Նեպտուն եւ Խավարումը մարտի 29-ին, հենց այդ ժամանակահատվածում այդ մոլորակները, երբ որ մուտք կգործեն խոյի կենդանակերպ, ձեր երրորդ տունը։ Երրորդ տունը դա ինֆորմացիոն դաշտն է, քուր եղբայր, ձեր հարաբաններ, զգուշ եղեք սուր կոնֆլիկտներից հենց նրանց հետ, զգուշ եղեք սուր կոնֆլիկտներից ինֆորմացիոն դաշտում, եթե դուք կապված եք, եթե դուք լրագրող եք մասնագիտությամբ, նաև այո, սուր կոնֆլիկտներ Նեպտունը այդտեղ ձեր քուր եղբայր, նրանց առողջությունը կարող է ձեզ ուղակի նեղություն տալ, առողջության հետ կապված հարցեր, գլխի հետ կապված հարցեր են լինելու, նրանք կարող են հայտնվել կոնֆլիկտային վիճակում, ուղղակի ձեզ էլ ներքաշել այդտեղ, ուշադիր եղեք, որպեսզի չհայտնեք, դա մարտի 29-ի մոտակայքում է, մարտ ամսից սկսում է եւ եթե մենք դիտարկում ենք, Նեպտունը ուղղակի այն վերադառնում է կրկին ձկների կենդանակերպ 25 թվականի նոյեմբերի 22-ը, այդ ամբողջ ժամանակահատվածում նոր հնարավորություններ կան, այդտեղ նրանք ովքեր ցանկանում են գնել ամենագնացներ, նրանք ովքեր ցանկանում են գնել զենքեր, որտեղ խոյն է այստեղ, այդ ամենը կարող եք ուղղակի իրականացնել, ակտիվ գործեր ձեր շրջապատում, բայց ուշադիր եղեք կոնֆլիկտներ չունենաք ձեր հարևանների, քուր, եղբայր եւ ձեր մտերիմների հետ։ Հաջորդ կարևոր դիրքը, որ ես տեսնում եմ, Ուրանը լինելու է ձեր այսպես 5-րդ տանը, Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում առաջին տանը, Պլուտոնը արդեն իսկ այստեղ է, Ուրանը մուտք է գործելու հուլիսի 7-ին, ինչպես հիշում եք, մինչ 2025 թվականի նոյեմբերի 8-ը ակտիվ շփումներ են սպասվում, ձեզ շփումները սպասվում են ձերից նախաձեռնությամբ, որտեղ Ուրանը երկորյակի կենդանակերպում, մենք այստեղ եթե դիտարկում ենք, ահա, երկորյակի կենդանակերպում 5-րդ տունը, Պլուտոնը ջրհոսում առաջին տանը, ձերից նախաձեռնությամբ եք սկսելու, փոխվելու է ձեր կյանքը հիմնահատակ, կարող եք ձեր անձնական կյանքը դասավորել, անձնականային առումով, եթե սիրահարվեք, ազատ հարաբերություններ, սեր, մեծ սեր կարող եք ապրել եւ ձեզ կրկին նորից ասում եմ, եւ կշերքների մոտ, եւ ջրհոսների, եւ նաեւ այնտեղ երկորյակների մոտ խոշոր շահում կարող են լինել, եթե դուք պատրաստ